Պարոն Մանուկյան, ինչ նշանակում ով որ պետքա ծանոթացել է։ Նկատի ունեմ, այսինքն խոսելուց բոլորդ եք, չէ՞ խոսում, նկատի ունեմ ընդդիմադիր падգամավորներին, քննադատում եք, հարցազրույցներ եք տալիս, ձեզ հարող լրատվամիջոցների լրագրողներն են այս թեման փորձում շահարկել։ Ազգային ժողովի առաջին բաժինը գտնվում է ազգային ժողովում Երևան քաղաքում։ Ինչ է նշանակում բերեք ազգային ժողովին ներկայացրեք։ Այսինքն ես սա գնահատում եմ ուղղակի շարժման թեմա ու շատ վատ է, որ այդ թեման դառնա շարժման թեմա, էլ չեմ ասում լավ, հələ էդ էլ դնենք մի կողմ։ Բա հանձնաժողովի նիստերին ինչի չեք մասնակցել։ Այդ 44 օրյա հանձնաժողովի նիստերին ինչի ձեզանից ոչ մեկ չի մասնակցել։ Եթե այդքան կարևոր էր, եթե հիմա թմբկահարում եք, ասում եք ներկայացրեք, բա մասնակցեիք։ Բա ինչի չեք մասնակցել։ Հա, շատ բան կարևոր պատճառներ կային։ Ես ասել եմ, ես զարմանում եմ, հեսա ընտրական process-ի մեջ եք մտնելու, ընտրությունների մասնակցության ֆորմատ եք հայտարարում, իսկ ընտրությունների ֆորմատի ժամանակ, մասնակցության ֆորմատի ժամանակ ասել եք, որ դուք ազգային ժողովի նիստերի մի մեծ մասին նիստերի դահլիճ չեք եկել։ Ասելու եք, որ դուք հանձնաժողովներում ձեր ներկայացուցիչները չունեք եւ չեք մասնակցել, որ փոխնախագահի պաշտոնը ունեք, չեք մասնակցել։ Այսինքն գնալու եք մարդկանց ինչ ասեք, ասելու եք ընտրեք մեզ, որ մենք նորից նիստերի դահլիճ չգնանք, որպես հանձնաժողովների բաներ նախագահությունը եւ փոխնախագահները չվերցնենք, ինչ եք ասելու։ Այս նույն տրամաբանության մեջ անում եք 44 օրյա պատերազմի այդ քննիչ հանձնաժողովի խոսակցությունը։ Մի արեք այդ բաները, որտեղ այդ խոսակցության մեջ դուք պարտվող եք դուրս գալու։ Իսկ հիմա մեծ հաճույքով կշարունակեմ ներկայացնել հարգելի պատգամավորներ ազգային ժողովի 26 թվականի հունվարի 19-ին գումարվող նիստերի օրակարգի նախագծի առաջին բաժնում ներառված պարտադիր քննարկման ենթակա 9 հարց կա։ Երկրորդ բաժնում 18 հարց նախագիծ կա։ Ազգային ժողովի խորհուրդը հունվարի 16-ի նիստին քննարկել այս բաժնում նախագծերի ընդգրկման, դրանց քննարկման, հաջորդականության հետ կապված առաջարկությունները եւ քվեարկությամբ հաստատել է դրան իմիջիայլոց սրան էլ չեք մասնակցում, խորհրդի նիստերին էլ չեք մասնակցում։ Հարգելի գործընկերներ, պարոն Սիմոնյանին հերթական նիստերի օրակարգի նախագծի վերաբերյալ հարցեր տալու համար կարող եք հերթագրվել։ Հերթագրում։ Գեղամ Մանուկյան։ Ասում եմ, որ ամբիոնին չմոտնայի ռեպլիկի կարգով։ Բոլոր աշխատանքներին են մասնակցում ենք, եթե մասնակցում ենք շատ լավ ենք մասնակցում, առնվազն ձեր գործընկերներին կարող եք ասել։ Ինչ վերաբերում է ամեն անգամ նորից գնացեք ծանոթացեք, նորից կրկնում եմ, ազգային ժողովի կանոնակարգով քննիչ հանձնաժողովի զեկույցը համարվում է ամբողջական, ավարտված, երբ որ ներկայացվում է ազգային ժողովի։ Հիմա ժամով կարող եմ պատմել այն բոլոր իրավական դիսկուրսները, որ դուք ու Անդրանիկ Քոչարյանն ունենում եք վերջը, էդի զեկույցի, ինչի։ Իդես շատ շահագրգիռ կլինի, որ այն ինչ որ ներկայացնում է, որը կրկնում է, ոչ լիարժեք է, թերի է, ամբողջական չի, բայց բովանդակային հարցը բնականաբար գաղտնիության գրիպով է, դրա համար քննարկման նյութ չեմ դարձնում, թե չէ ժամով կարելի է այդ բովանդակության մասին խոսել, այսքան։ Ինչ վերաբերում է մասնակցությանը, դուք ինձ ստիպում եք հրապարակեմ, թե ձեր ընդդիմադիր խմբակցությունների բացակաների քանակը որքան ա եղել, վերջին այսօր տենց հայտարարում եք, ասում եք 8-րդ գումարման վերջին նստաշրջանն է, մի հատ հեսա կհրապարակեմ ինչքանն եք եկել գործի, ինչքանը չեք եկել գործի, էլ չեմ ասում, որ բանը հանձնաժողովների նիստերին ընդհանրապես չեք մասնակցում։ Ես եմ ասում, վերջին հանձնաժողովի նիստին, խորհրդի նիստին երբ եք մասնակցել։ Խորհրդի նիստին վերջին անգամ Սերան Օհանյանն ա եկել, ես չեմ հիշում երբ, անկեղծ ասած։ Հանձնաժողովի նիստերին էլ այնքանով, որքանով դուք հանձնաժողովի նախագահների տեղեր ունեք Դոնտի բանաձևով, փոխնախագահի տեղ ունեք, դուք գործի չեք գալի, վերջի 5 տարին են Բաթաշակերտի պես դասի չեք գալիս։ Հիմա ուզում եք այդ խոսակցությունը բացեք, լավ խնդիր չկա, կհրապարակեմ, կխնդրեմ քարտուղարությանը կկազմակերպեն ձեր բացականները, ես անուն առանուն կհրապարակեմ։ Ինչ վերաբերում է ես ու Անդրանիկ Քոչարյանը ինչ ենք խոսում։ Ես ու Անդրանիկ Քոչարյանը խոսում ենք ոնց անենք, որ մաքսիմալ օրինականությունը պահպանենք։ Միտեղ ինքնա ճիշտ, միտեղ ես եմ ճիշտ, բայց զեկույցը
Դուք գնացել ծանոթացել եք այդ զեկույցի հետ։ Թող բարի լինի, պարոն Արծիկ Մինասյանն է գնաց ծանոթանա, պարոն Սարյան Օհանյանն է գնաց ծանոթանա։ Հա, ճիշտ է, մոռացել եմ, որ քրեական գործ կա վեր, քրեական գործի պատճառով ճիշտ է, ներողություն եմ, մոռացել եմ։ Մնացածը թող գնան ծանոթանան։ Արձագանք